Բարի օր եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ստեփանյան։ Բարև ձեզ։ Տիկին Ստեփանյան, հարցազրույցը սկսենք ամենաթարմ լուրերից, իրողություններից, այսպես ասեմ, երեք Մոսկվայում Վլադիմիր Պուտինի ձեռքից շքանշան ստացավ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանը, գիտեք, տևական ժամանակ է խոսակցություններ կան, անգամ այդ մասին անձամբ վարչապետը հայտարարեց, որ Եզրաս Ներսիսյանը KGB գործակալ է եւ դրան հաջորդում են այս գործողությունները։ Նախ այս ժեստը ինչի մասին է խոսում եւ արդյոք այստեղ կա նաեւ քաղաքական ակնարկ եւ եթե այո, ապա ինչի մասին է այդ ակնարկը։ Շնորհակալ եմ նախ հրավերի եւ հարցի համար, ինչպես արդեն նշեցիք, այո, երեք մի կողմից սպասելի, մյուս կողմից շատ անսպասելի Ռուսաստանի Դաշնության նախագահը Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի Դաշնության թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանին պարգևատրեց Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պարգևներից մեկով, Նևսկու մեդալով։ Այստեղ կարևոր է նշել ոչ միայն այս մեդալի կարևորությունն ինքնին Ռուսաստանի Դաշնության համար, այլ նաև այն ժամանակահատվածում, երբ դա տրվեց եւ ինչի ֆոնին դա տրվեց, մինչ հիմնական խոսքից անդրադառնալը, ուզում եմ ասել, որ մեծ շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ուղղակի եւ անուղղակի փաստորեն ամրապնդեց հայ հասարակության մեջ արմատածած այն խորը կասկածները, որը վերջերս արտաբերեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Եզրասը փաստորեն հանդիսանում է ռուսական հատուկ ծառայությունների գործակալ եւ Ռուսաստանի Դաշնությունը շատ ուղիղ տվեց այդ պատասխանը, որ այո, իսկապես հանդիսանում է, կասկածներ մի ունեցեք, ինչը նաեւ հիմնականում գալիս եւ հանգուցալուծվում է հետեւյալում, եթե մենք փորձենք հասկանալ, թե հատկապես ում եւ ինչի արդիվ են տալի, ինչի արդիվ է տրվում այս մեդալը, ապա կարող ենք տեսնել, որ այս մեդալը հիմնականում Ռուսաստանի Դաշնությունը տալիս է այն քաղաքացիներին կամ այն կազմակերպություններին կամ այն կառույցին, որ անուրանալի, աներևակայելի, անպատկերացնելի ջանքեր է դրել Ռուսաստանի Դաշնության անվտանգության համակարգում, որը անուրանալի ջանքեր է դրել, օրինակ հատուկ ծառայություններ է մատուցել, հիմնականում տալիս են այն ժամանակ, երբ քաղաքացին անհատը անձը կազմակերպությունը երևելի ներդրում է ունենում, օրինակ, եւ հատուկ անձնական ծառայություններ է մատուցում Ռուսաստանի Դաշնությանը, եւ այս համատեքստում օրինակ հարցեր են առաջանում տարբեր շրջանակներում, այդ թվում նաև իմ մոտ, ինչ է նշանակում անուրանալի ներդրումների համար հայրենիքին մատուցած ծառայությունների պարագայում։ Ուզում եմ հասկանալ, Եզրասի հայրենիքը որն է, ինչ անուրանալի եւ ինչ անձնուրաց ջանքերի համար է նա ստացել Նևսկու մեդալը, արդյոք այդ ծառայությունը իրենից ենթադրում է հոգևոր ծառայություն Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայ հասարակության մեջ, թե այնուամենայնիվ դա ծառայություն է Ռուսաստանի Դաշնությանը անձամբ եւ իշխանություններին մասնավորապես։ Գիտեք, Ալեքսանդր Նևսկին բավականին հետաքրքիր կերպար է ռուսական պատմության մեջ, ուզում եմ նաեւ մեզ դիտողներին ասել, թե ով է Նևսկին, Ալեքսանդր Նևսկին բավականին դժվար պատմական ժամանակահատվածում առաջնորդներ Ռուսաստանի, այն ժամանակ դեռևս Ռուսաստանը կայսրություն չէր եւ չկար պետություն, պետականություն եւ ռուսական ժողովուրդը գտնվում էր մոնղոլ թաթարների ուղիղ արշավանքների եւ հպատակության ներքո, բնականաբար որոշակի դժգոհություններ կային ռուս հանրության շրջանում եւ նրանք ամենքերբ ցանկանում էին բոյկոտել, ընդվզել մոնղոլների այդ արշավանքների դեմ, այդ կեղեքումների դեմ, ծանր հարկային քաղաքականության դեմ եւ Նևսկու եղբայրը չէր կիսում Նևսկու այն քաղաքականությունը, որ պետք է սպասել, մինչև գա հարմար ժամանակահատված եւ նոր ուժերը համախմբելով այսպես ըմբոստանալ եւ ապստամբել մոնղոլների դեմ, նա գտնում էր, որ պետք է անմիջապես դա անել, քանի որ երկաթե տակ-տակ են ծեծում եւ մի քանի իր գաղափարակից բոյարների հետ այսպես որոշակի ընդվզում, մեր լեզվով ասած, ակցիա, ցույց իրականացնեց մոնղոլների դեմ, որը մոնղոլները շատ հեշտությամբ ճնշեցին, Նևսկին բնականաբար միջամտեց, քանի որ խոսքը իր եղբոր մասին էր հարազատ, եւ խնդրեց, որպեսզի մոնղոլները որևէ դատաստան չտեսնեն եւ թույլ տվեց, որպեսզի այդ արդարադատությունը, այդ պատիժը ինքը իրականացնի, քանի որ խոսքը իր եղբոր եւ իրեն շատ հարազատ որոշակի ստատուս ունեցող մարդկանց մասին էր, նա բավականին հետաքրքիր պատիժ որոշեց եւ կտրեց ոչ միայն իր եղբոր, այլ բոլոր ապստամբ, ըմբոստ բոյարների քթերը, եւ երբ նրան հարցրեցին, թե մեծ առաջնորդ
ինչու այս պատիժը ընտրեցիր եւ ինչ է սա նշանակում։ Նևսկին պատասխանեց, որ ըստ երևույթին քիթը խանգարում էր նրանց տեսնել հեռուն։ Այսինքն նրանք այդ փոքրիկ հախուռն ոչ ճիշտ ժամանակին ըմբոստությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ եւ առանց հետել Նևսկին եւ ռուս հանրությունը կորցնեին այն, ինչ հնարավոր էր ունենալ եւ գուցե այսօր մենք չունենայինք Ռուսաստանի Դաշնության նման պետություն։ Այստեղ նաեւ այս հետաքրքիր ակնարկը կա, փաստորեն Նևսկին բավականին հմուտ ստրատեգ էր եւ եթե Նևսկու մեդալով օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահը պարգևատրել է Եզրասին, արդյոք սա չի նշանակում, որ որպես հմուտ ստրատեգ Եզրասը կարող է օրինակ գործուղվել ուկրաինական ճակատ եւ գուցե այստեղ մի ուրիշ ակնարկ կար, որ եթե Եզրասը չիրականացնի իր վրա դրված շատ կոնկրետ հանձնարարություններ, որոնք պարզապես չի կարող իրականացնել, քանի որ նա դրա համար վճարվում է, գուցե նաև նրա վրա կան որոշակի կոմպրոմատներ, չի բացառվում, որ օրինակ նույն պատժին արժանանա, ինչ որ Նևսկին արժանացրեց իր եղբորը եւ մյուս բոյարներին, այսինքն փոխաբերական իմաստով գուցե քիթը կտրի, որպեսզի Եզրասը կարողանա ավելի հեռուն նայել։ Իսկ եթե ավելի լրջացնենք այս պատասխանը, ապա մի շարք հետևություններ կարելի անել, ցավալի հետևություններ, պետք է ասել, որ շատ կոնկրետ աշխարհակահաղական կենտրոն, ելնելով իր իսկ պետության շահերից եւ հետաքրքրություններից, Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես հոգեվորականության շրջանում ունի ագենտներ, ունի գործակալներ, ունի իր հպատակության տակ գտնվող որոշակի հոգևորականներ, ովքեր ցավոք մեր սրբություն սրբոցով, մեր եկեղեցով կարողանում են պայքարել մեր իսկ պետականության, մեր իսկ պետության, մեր իսկ իշխանությունների դեմ, այդպիսով եկեղեցին դարձնելով գործիք կոնկրետ այս աշխարհակահաղական կենտրոնի համար, որպեսզի ոչ միայն միջամտի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, այլ նաև որպես գործիք ցնցի Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը։ Ես կարծում եմ բոլոր այստեղից պետք է հետևություններ անել եւ քանի որ գիտեք, այսպես հանրության շրջանում բավականին հակասական վերաբերմունք այս ամեն ինչի հանդեպ Կտրիշ Ներսիսյանի, Եզրաս Ներսիսյանի, նրանց եղբորորդի Արագածոտնի թեմի առաջնորդի հետ կապված, թե այդ ոնց է լինում, որ այդ փողաբեր, եկամտաբեր պաշտոններում հենց Կտրիչի եւ իր ընտանիքի անդամներին են հիմնականում գործողում որպես հոգեվորականներ, որոնք ամեն ինչով զբաղվում են բացի հոգեվոր ծառայություններից։ Տեսեք, կամ մենք կհասկանանք խոսքը ինչի մասին է եւ մենք իրականում ինչ խնդրի առջև ենք կանգնում, կամ մենք ունենանք շատ ավելի մեծ կորուստներ, քան մինչեւ հիմա ունենք, եւ ես կցանկանայի Կտրիշ Ներսիսյանին, Եզրաս Ներսիսյանին, իրենց եղբորորդուն թերևս հանգիստ ենք թողնում, ուզում էի նրանց ձայնը լսել այն ժամանակ, երբ 2024 թվականին Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդը Կիրիլը իր մոտ կանչեց, գնաց Ադրբեջան եւ Փաշազադեին շնորհակալություն հայտնեց միջկրոնական երկխոսության համար, շեշտեց, որ աշխարհում տարբեր հակամարտություններ կան, բայց այ Փաշազադեի ջանքերով Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջով որևէ տարաձայնություններ չկան, որևէ հակասություններ չկան, եւ ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս խնդիրներ կային Լեռնային Ղարաբաղում, դեռևս նոր էր Լեռնային Ղարաբաղը ամբողջովին այսպես դատարկվել եւ Կիրիլը շնորհակալություն էր հայտնում այն երկրի հոգևոր առաջնորդին կամ այն ժողովուրդների հոգևոր առաջնորդին, ովքեր դիմահար կրակել էին ռուս խաղաղապահներին, ովքեր իբր թե խաղաղապահ գործունեություն էին իրականացնում Լեռնային Ղարաբաղում եւ շնորհակալություն էր հայտնում եղբայրական հարատև հարաբերությունների համար այն պարագայում, երբ Ադրբեջանը ոչ ՀԱՊԿ անդամ է, ոչ ԵԱՏՄ անդամ է եւ ոչ էլ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, այն ֆոնի վրա, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Եվ ի զարմանս հայ հանրության եւ նույնիսկ Ռուսաստանում գտնվող որոշ հասարակական քաղաքական գործիչների զարմանքի Փաշազադեն Կիրիլին նվիրեց Արցախյան զարդանախշերով գորգ եւ օրինակ Կիրիլը չասաց, որ գիտեք, մեր երկրի առաջնորդը ասում է եւ մենք էլ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղը միշտ այսպես պատմականորեն պատկանել է հայ ժողովրդին, այնտեղ հայեր են ապրել եւ այլն, ինչ օրինակ տարբեր հասարակական քաղաքական գործիչների բերանով մենք լսում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունից հնչում են։ Ես ուզում եմ հասկանալ Եզրասը,
Սամվել Կարապետյանը, Տաշիրցի Սամուն, Արա Աբրահամյանը եւ այլ երևելիներ, ովքեր իրենց հորջորջում են հայ ժողովրդի բարերարներ, փրկիչներ, ովքեր էմիսարների պես այսպես նետվում են, որպեսզի պաշտպանեն հայ առաքելական եկեղեցին, բա այստեղ հայ առաքելական եկեղեցու կամ հայ ժողովրդի շահերը կամ Հայաստանի Հանրապետության իրենց հայրենիքի շահերը ով պիտի պաշտպաներ։ Իդեպ ուզում եմ նշել, որ այդ հանդիպանը ներկա էր նաեւ ադրբեջանցի միլիարդատեր մեծահարուստ Գոդնիսանովը, եւ ես որևէ տեղ չեմ տեսել, որ լինի օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև որոշակի հարաբերությունների, որոշակի պայմանագրերի կնքման կամ գուցե որոշակի կնճռոտ հարցերի հետ քննարկում եւ այդտեղ օրինակ Արա Աբրահամյանը ներկայացնի հայ ժողովրդի շահերը կամ հանդես կա հայ իշխանությունների կողքին կամ օրինակ Սամվել Կարապետյանը եւ առհասարակ այն բոլորը, ովքեր որ ամենաանպատեհ, ժամանակահատվածում օրինակ գալիս են որպեսզի հայ ժողովրդին փրկեն, չգիտեմ, կեղեքող իշխանություններից։ Գիտեք, շատ-շատերը գուցե կարծում են, որ այս օրերի այս լրահոսում, այս երբ որ ինֆորմացիաներ այսպես գալիս եւ գնում են, օրինակ 3 առաջ օրվա լուրը արդեն հնացած է եւ որևէ մեկը այդ մասին չի հիշում։ Գիտեք, պալեոլիթի կամ նեոլիթի ժամանակահատվածը չի եւ մենք էլ ինչ որ կենթանի չենք, որ զուրկ են հիշողությունից, մենք հիշում ենք այս ամենը եւ հարցեր ունենք ոչ միայն Եզրասից, ոչ միայն Կտրիչ Ներսիսյանից, այլ նաեւ հարցեր ունենք օրինակ մեր ռազմավարական գործընկերոջից իդեպ ոչ միայն մեր շահերի պաշտպանության համար, այլ նաև իրենց զավակների։ Օրինակ Կիրիլը ինչու չասեց մեր ռուս խաղապահներին, հարգելի Փաշազադե, քո երկրի իշխանությունները ինչու էին դիմահար կրակում։ Տարբեր հարցեր կան, որոնք ցավոք գալիս ամփոփվում եւ մահանում են, երբ որ գործ են ունենում քաղաքական հետաքրքրությունների եւ քաղաքական շահերի հետ։ Տիկին Ստեփանյան, բայց սա եւ այս ժեստը, այսպես ասած, մենք կարող ենք հասկանալ նաեւ այնպես, որ վարչապետի այդ արված հայտարարությանը գալիս է հաստատելու հենց այս փաստը, որ այո, կա նման բան, եւ ավելին մենք տեր ենք եւ զգուշ եղեք այդ հայտարարություններում։ Այսինքն, այստեղ կարող ենք մենք նաեւ որոշակի զգուշացում այսպես ընկալել եւ կամ Կրեմլի այս դիրքորոշումը եւ այս մեդալի ստանձնելը ավելի շատ օգնում է թե խանգարում է նույն հայ եկեղեցու վերնախավին, որի շուրջ գիտեք վերջին շրջանում կան այս զարգացումները եւ այս պահանջը, որ կաթողիկոսը պիտի հեռանա։ Հիմա սա ամրապնդում է իրենց դիրքերը, թե հակառակը։ Իրենց դիրքերը գուցե ամրապնդում է իրենց գործատուների եւ իրենց տերերի մոտ եւ բոլորովին այլ վիճակն է ստեղծում հայ հանրության մոտ, որտեւ եթե կային մարդիկ, ովքեր որ կասկածում էին կամ գուցե իրենց մեջ մեղադրում էին կամ գուցե խուլ դժգոհություն ունեին վարչապետի, իշխանության ներկայացուցիչների միջեւ, որ մտածում էին գուցե այսպես, հա, ուղակի ամպագորգոր հայտարարություններ են անում, որպեսզի, չգիտեմ, հիասթափեցնեն որոշ հոգեվորականներին, գցեն հայ հանրության աչքերից կամ չգիտեմ, այնպես անեն, որ հայ հասարակությունը այլևս չհավատա 1 կամ 2 X եւ Y գործունեություն իրականացնող հոգեվորականները, այս ամենը եկավ փաստորեն ամրապնդելու եւ ապացուցելու, որ երիցս ճիշտ են իշխանությունները, երիցս ճիշտ է վարչապետը եւ ես կարծում եմ, այս մարդիկ եթե այսքան բարոյականության նշույլ ունեն, այս երկու եղբայրները եւ իրենց այդ փոքր խմբակը, եթե երբևէ լրջություն են ունեցել կամ պատասխանատվության զգացում ունեն այդ վեղարի, այդ սքեմի, այն խաչի, որը կրում են եւ այն աղոթքի, որը երբեմն սխալներով փորձում են արտաբերել այս ամեն ինչի կամ չգիտեմ, եթե իհարկե հավատում են Աստծո գոյությանը, որտեղ ես խիստ կասկածում եմ, որ այս մարդիկ առհասարակ հավատում են Աստծո գոյությանը, որտեղ նրանք փաստորեն Աստծո տունը վերածել են, չգիտեմ, ամեն ինչի բացի հոգեվոր ծառայությունների կենտրոնից, այն վայրից, որտեղ մարդը պետք է գնա եւ իր հոգեվոր քաղցը փաստորեն հագեցնի, իրենք պետք է ինքնակամ հեռանան, որովհետեւ ես վստահ եմ, որ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքին կամ հատուկ ծառայությունների ձեռքին կա այն ամբողջական ինֆորմացիան, ովքեր բառից բուն իմաստով իրենց խորտակել են։ Եվ ավելի լավ է իրենք նամուսով, թասիբով թողնեն հեռանան այսքանից հետո, որպեսզի որոշակի գործողությունների արդյունքում ցավով եմ նշում հանկարծ հայ եկեղեցին, մեր սրբություն սրբոցը, մեր ինքնության հենասյունը որևէ վնաս չկրի։ Ինչ տվյալների եւ ինչ փաստերի մասին է խոսքը Տիկին Ստեփանյան։ Դե գիտեք, ինֆորմացիաներ կամ փաստեր կան, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը երկրի թիվ 1 ամբիոնից ասում է, որ ինքը գիտի, որ օրինակ հոգեվորականներից շատերը պիղծ են,
որ հոգևորականներից շատերը սրբապիղծ են, որ հոգևորականներից ոմանք թաթախված են ամենատարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որ օրինակ որոշ հոգևորականներ սեռական մոլագարներ են, KGB-ի ագենտներ են, ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, այս ամեն ինչը արտաբերելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի սեղանին հատուկ ծառայությունները ըստ երևույթին դրել են բավականին մեծ թղթապանակ, որից վարչապետը կարծում եմ շատ մեծ դժվարությամբ ֆիլտրում է ինչը ասել հանրությանը, ինչը պարզապես թողնել պատմությանը կամ պարզապես թողնել այդ թղթապանակի շրջանակներում, որովհետև չի բացառվում, որ եթե ամբողջ ինֆորմացիան վարչապետը օրինակ հայտնի հանրությանը, գուցե հանրությանը այլևս որևէ մեկը չկարողանա պահել, այլևս հանրության գործունեությունը կամ հանրության շարժումը լինի անկառավարի, որը կգա եւ կսրբի իր ճանապարհին ամեն ինչ։ Բայց ես կարծում եմ, որ կաթողիկոսը այլ քաղաքականություն է որդեգրել, այստեղ երկու հարց է առաջ գալի, կաթողիկոսը չի ուզում հեռանալ, թե չի կարող հեռանալ։ Ես կարծում եմ, երկու հարցն էլ ճիշտ են, երկու հարցն էլ տեղին են եւ լեգիտիմ են։ Կաթողիկոսը չի ուզում հեռանալ, որովհետև դեռևս անավարտ գործեր ունի, դեռևս գուցե ինչ-որ հաշվի համարներին ինչ-որ փոխանցումներ է անում, գուցե ինչ-որ առևտրային գործարքների մեջ է, որ պետք է հասցնի իրենց տրամաբանական հանգուցալուծմանը, գուցե նա շանտաժ է անում կամ, չգիտեմ, մտածում է, որ ինքը խորտակվում է, իր հետ պետք է խորտակվեն էլի մի քանի հոգի, ովքեր չեն կանգնում իրենց կողքին եւ չի կարող հեռանալ, որտեղ ի վերջո նա կատարում է որոշակի հանձնարարություններ եւ KGB-ի հետ չի կարելի խաղեր տալ։ Ես կարծում եմ իրենք գիտեն, թե ինչ է տեղի ունենում այն մարդկանց հետ, ովքեր չեն կատարում ինչ որ կենտրոնի հանձնարարություններ։ Ես չգիտեմ, դուք չգիտեք, բայց իրենք գիտեն, որտեղ իրենք են ագենտը, իրենք գիտեն ինչի տակ են մտել, իրենք գիտեն ինչի տակ են ստորագրել ես եւ դուք բնականաբար չգիտենք։ Եվ եթե այս մարդիկ էլի եմ ուզում կրկնել, այսքան բարոյականություն ունեն, իրանք պետք է ուղակի իրենց կամքով լքեն վեհարանը եւ չգիտեմ, եթե այլ տեղերում ինչպես շատերն են նշում, ունեն կին եւ երեխաներ, գնան հասնեն իրենց ընտանիքներին։ Ամեն դեպքում մի քանի բան թվարկեցիք Տիկին Ստեփանյան, որոնք նաև քրեական պատասխանատվություն են ենթադրում։ Իրավապահ համակարգը չպիտի գնա դրանից հետևից։ Նույն KGB գործակալները, եթե մենք նման մեղադրանք ենք հնչեցնում, անխափան գնում գալիս են Հայաստան, ստացվում է։ Նույն այդ կրիմինալի մեջ թաթախված լինելը կամ կոռուպցիոն գործերի մեջ թաթախված լինելը, սրանով նաև իրավապահ համակարգը չպիտի զբաղվի։ Տեսեք, իրավապահ համակարգի անունից ես բնականաբար չեմ կարող այստեղ հայտարարություն անել, բայց այո, ես կարծում եմ, որ օրինակ 1, 2, 3, 4 հոգևորականները, հատկապես երիտասարդները, հատկապես նրանք, ովքեր իսկապես իրենց առաքելությունը տեսնում են հոգևոր ծառայության մեջ, ովքեր իսկապես իրենց փոփանքը տեսնում են Աստծուն ծառայելու մեջ եւ իրենց հոգևոր հոտին ծառայելու մեջ եւ ովքեր մաքուր են, ազնիվ են, ովքեր թաթախված չեն ամենատարբեր մեղքերի մեջ եւ ովքեր չեն վախենում, որ իրենց վրա կլինեն կոմպրոմատներ, իրենք խոսում են։ Եվ ես կարծում եմ, որ էլի կլինի, ենթադրում եմ, որ էլի կլինեն հոգևորականներ, որովհետեւ չի կարող ամբողջ հոգևորականների դասը, օրինակ, այսպես ապականված լինել ամենատարբեր մեղքերով եւ ամենատարբեր խնդրահարույց գործարքներով կամ, չգիտեմ, գուցե համագործակցությամբ եւ կլինեն մարդիկ, որ էլի կխոսեն։ Եկեղեցին, ոչ թե եկեղեցին, ներողություն եմ խնդրում, Կտրիչ Ներսիսյանը իր այսպես մոտիկ խմբակով, հաշվի առնելով նաև նրանց վրա ունեցած իր կոմպրոմատները, ձեռնոց է նետում իշխանություններին։ Այսինքն ինքը ձեռնոց չի նետում։ Իրեն ասում են՝ մի գնա, դու դեռևս այդտեղ անելիք ունես եւ ինքը անում է։ Ես կարծում եմ, որ էլի կլինեն հոգեվորականներ, ովքեր կխոսեն եւ միգուցե թե նրանք ասեն այն ամենը, ինչ որ իր մեջ նաև իրեն հայտարարությունների մեջ նաև որոշակի հանցակազմ կլինի, որը կդրթի իրավապահ մարմիններին կամ իրավապահ համակարգին այլ գործողությունների դեմ։ Ես անկեղծ ասած այս պահին չեմ կարող ասել իրավապահ համակարգը ինչու չի գնում կամ գուցե իրավապահ համակարգն էլ ինչ-որ ծրագիր ունի կամ օպերատիվ գործողությունները իրականացնում, ես ամենայն անկեղծությամբ ես չգիտեմ, ինձ հետաքրքիր է թե ինչ է տեղի ունենում առհասարակ եկեղեցում եւ եկեղեցու շուրջ
Դեմ նորից եմ ուզում կրկնել, որ Կտրիչ Ներսիսյանի եւ նրա մոտ կանգնած խմբակի այլասերված վարքագծի պատճառով ես վախենում եմ, թե հնարավոր է մի քիչ էլ վնաս կրի հայ առաքելական եկեղեցին, ինչի իրավունքը մենք չունենք։ Մենք միշտ ասում ենք, որ օրինակ շատ են մեզ ասում իշխանությունների պայքարը եկեղեցու դեմ։ Ինչպես կարելի է պայքարել եկեղեցու դեմ։ Ես դա նշանակում է, որ մենք պետք է պայքարենք ինքներս մեր դեմ։ Մեր խնդիրը որոշ հոգևորականների դեմ է, ովքեր ոչ միայն խախտել են իրենց իսկ կողմից մշակված եւ հաստատված այդ կանոնագիրքը, այլ նաեւ փաստորեն աշխատում են պետության եւ պետականության դեմ, ոչ միայն սեփական շահերից կամ սեփական նախասիրություններից, սեփական բիզնեսից ելնելով, այլ փաստորեն կատարում են այլ աշխարհակահական կենտրոնների հրահանգներ։ Տիկին Ստեփանյան, եթե ամփոփենք եկեղեցու հատվածով մեր զրույցը, ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում ԱԱԾ-ն իր ձեռքի տակ ունի տեսանյութեր կամ նյութեր, որոնք, ինչպես մենք վերջերս տեսանք, մի քանիսին ականատես եղանք, որոնք կարող են գաղտնազերծվել եւ որոնք մեղմ ասած լավ տեղ չեն տանելու։ Ես կարող եմ ենթադրել, այո, եւ մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, մի անգամ էլ ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանի Հանրապետությունը դե երկիր է էլի իր համար, որտեղ որևէ ինստիտուտ չի կայացել, որտեղ օրինակ ժողովրդավարական կառույցները կամ պետական մարմինները դեռևս կայանալու կամ զարգանալու տեղ ունեն, այնուամենայնիվ մենք ունենք շատ կառույցներ, ովքեր որ բավականին ամրացած են եւ բավականին կայացած են իրենց հետագծում, եւ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ պետությունը քնած է, որ հատուկ ծառայությունները քնած են, որ օրինակ չեն գտնվում իրավապահ համակարգի մանրադիտակի կամ խոշորացույցի տակ, ապա նրանք չարաչար սխալվում են, որովհետև կան կառույցներ, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում երկրում ներքին անվտանգության եւ առհասարակ երկրի անվտանգության համար։ Եվ եթե փոքրիկ պատառիկներ, այսպես Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ փոքրիկ պատառիկներ հենց այդ նույն համայնքից որոշ հոգևորականներ ասում են, նշանակում է իրականում խնդիրը շատ ավելի մեծ է։ Պարզապես թե հոգևորականները եւ թե Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ թե մենք աշխատում ենք այնպես անել, որ ի տարբերություն իրենց, որ պատրաստ են իրենց հետևից խորտակել ամեն ինչ, մենք փորձում ենք, որ պատասխան տան միայն նրանք, ովքեր որ մեղավոր են, ովքեր որ մեղք են գործել, ովքեր որ որոշ կանոններ են խախտել, մնացած հոգևորականները եւ եկեղեցին սրանից չպետք է տուժի եւ ներողություն եմ խնդրում, ես կցանկանամ անդրադառնալ նաեւ ձեր առաջին հարցին, որը վերաբերում էր Եզրասին, առհասարակ Եզրասը իմ ուշադրության կենտրոնում միջև այդ ես ընդհանրապես իր մասին չեմ լսել կամ որևէ հետաքրքրություն չեմ ունեցել իր անձի հանդեպ։ Եզրասի հետ կապված ես առաջին անգամ այսպես հերակա շփում եմ ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ 2020 թվականին, երբ որ մի քանի նույնաբովանդակ նամակ եմ ստացել Ռուսաստանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներից, ովքեր փորձում էին 44-օրյա պատերազմում զոհված տղաների նկարները տանել եւ այդ եկեղեցուն փակցնել եւ խնդրել էին Եզրասին, որպեսզի նա պատարակ կառուցի, բայց դե Եզրասը ուր, պատարակը ուր, Եզրասը շատ ավելի կարևոր գործերի մեջ հաթախված է, պատարակ, մատարակ, բան 44-օրյա զոհեր, այս մարդուն ընդհանրապես ինչի պիտի հետաքրքրի, առհասարակ Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ կապված որևէ բան այս մարդկանց հետաքրքիր չի, այս մարդիկ սնվում են, այս մարդիկ ապրում են, շնչում են բոլորովին այլ խողովակներով, բոլորովին այլ արմատներով, իրանք բոլորովին այլ գործունեություն ունեն։ Եվ ինչ է կարծում, ինչ է եղել, երբ որ փորձել են երիտասարդներով այսպիսի մի բան կազմակերպել եւ Եզրասին խնդրել պատարակ մատուցել, Եզրասը ոչ ավել ոչ պակաս օմոն է հրավիրել հայ երիտասարդների վրա, ովքեր բավականին բիրտ ուժով մենք բոլորս գիտենք, որ եթե Ռուսաստանի Դաշնությունում ազգային փոքրամասնություն ներկայացնող ժողովրդի ներկայացուցիչները ոչ թե երկու հոգով են իրար հետ զրուցելով քայլում, այլ գոնե 4-5 հոգի մարդ կա կանգնած, մենք գիտենք թե ինչ բիրտ ուժ է առհասարակ կիրառվում այս մարդկանց նկատմամբ եւ Եզրասի ջանքերով անմնացորդ, որոնք պետք է ուղղված լինեին բոլորովին այլ տեղում, օմոն է գալիս եւ ջարդում է, այսպես ասած, հայ երիտասարդներին, ու այդ նկարները նկարել էին, այդ երիտասարդ մահացած մեր տղաների նկարները ինձ նկարել էին ու արկել էին անձրևոտ, արդեն Ռուսաստանում աշնանային եղանակ, այդ երեխեքի նկարները այսպես գետնին ցեխոտ անգամ այդպես կոշիկների հետքերով իհարկե հավաքել էին ու թել էին կապել մեր զոհվածների նկարները այսպես փակցրել, բայց այս ամենը ինչ որ պետք է իմանալ Եզրասի եւ նրա հոգեվոր կյանքի մասին։ Իդեպ ուզում եմ նշեմ այդ եկեղեցին, որով այդքան հպարտանում է Եզրասը, կարծեմ դրա շինարարությունը տևել է ավելի քան 20 տարի, քարը բերել են մեր Անի Պեմզայից եւ ինչպես հայտնի դարձավ, էլի մարդիկ խոսում են։ Գիտեք, երբ որ մարդիկ քաղաքացին տեսնում է, որ
իր ասածին հավատացող կա, երբ որ քաղաքացին մարդը տեսնում է, որ պետություն կա, որ այդ պետությունը կանգնած է իր թիկունքին, որ հնարավոր է իր ձայնը թեկուզ մի քիչ ուշացած, բայց տեղ կհասնի, խոսում է, եւ շատ քաղաքացիներ խոսում են, որ Եզրասը գցել է իրենց, ներողություն եմ խնդրում այս ձևակերպման համար, այլ գրական տարբերակը անկեղծ ասած չգիտեմ այս process-ի, գցել է նրանց եւ չի տվել քարի փողը։ Բայց ես վստահ եմ, որ նա Ռուսաստանում հայ համայնքից, գուցե նաև Ռուսաստանի պետական կառույցներից, գուցե այդ իրենց ազգային մեծն բարերարներ հորջորջող գործիչներից մեր հայազգի հսկայական թվով գումարներ է ստացել, այսինքն ինքը իրեն է հարստացրել, հասկանում եք, մենք բառից բուն իմաստով գործ ունենք մի հանցագործ տարի հետ եւ Եզրասը ոչ կար, ոչ ձայն կար, ոչ երբևէ Ռուսաստանի Դաշնության այդ եկեղեցում մենք ինչ-որ մի կարևոր ընդհանրապես Եզրասի անունը հայ համայնքի, Ռուսաստանում ապրող հայ համայնքի, հատկապես հոգևոր, մշակութային, գրական, կրթական process-ների հետ կամ այս ոլորտում մենք առհասարակ չենք լսել։ Մենք մեկ է Եզրասի մասին լսել ենք այն ժամանակ, երբ որ իր տան բակում հայ մեծն բարերար Սամվել Կարապետյանը այդպես որոշել էր, որ պետք է դառնա քաղաքական գործիչ եւ իրենից դուրս ինչ-որ հայտարարություններ էր անում, այբ որ նա ձերբակալվեց, մեկ էլ տեսանք Եզրասը իր ամբողջ շքախմբով փաստորեն Հայաստան է եկել ի պաշտպանություն բարերար ազգային գործիչ եւ քաղաքականություն այսպես առաջին քայլերը անող Սամվել Կարապետյան։ Սա են այս մարդիկ։ Ես որ ասում եմ այս մարդկանց միավորում է ոչ թե ազգային շահը, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ կապված որևէ ծր, այս մարդկանց միավորում է փողը եւ իրենց ընդհանուր տերը, որին իրենք ծառայում են անմնացորդ եւ պատրաստ են իրենց ենթադրում են, որ պատրաստ են նաեւ իրենց կյանքը տալ հանուն այդ տերերի։ Տիկին Ստեփանյան, կուզենամ նաև այլ օրակարգային հարցերից խոսենք։ Այս օրերին գիտեք, Երևանում ընթանում է ֆորում, որի ժամանակ քննարկման թեման, համար մեկ թեման, այսպես ասեմ, խաղաղության օրակարգն է, եւ վերջին 2 օրերին մենք լսում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ելույթները, որոնք կրկին խաղաղության մասին են, տարածաշրջանի ապաշրջափակման մասին են, բայց սրան զուգահեռ չեն կարող չհիշել նաև Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, որոնք այդքան էլ խաղաղության մասին չեն, մեղմ ասած, եւ նաև Սրան զուգահեռ այսօր խոսվեց այն մասին, որ առաջին չափականակ ցորենը թե Ղազախստանից, թե Ռուսաստանից, Ադրբեջանի միջոցով շուտով կհասնի Հայաստան, եւ այստեղ հետաքրքիր հայտարարություն արեց նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ ինքը որևէ դրական միտում եւ կամ ուղիղ իր բառերով եթե ասեմ, խաղաղություն չի տեսնում ոչ մի կերպ։ Հիմա որտեղ են հակասությունները։ Մի կողմից վարչապետը Միրզոյանը խոսում են խաղաղության մասին, նշում եմ, որ այո, հստակ քայլերով գնում ենք դեպի խաղաղություն, լսում ենք Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, գետնի վրա տեսնում ենք իրողություն, որ ըստ էության ռուսական եւ ղազախական ցորենը Ադրբեջանի միջոցով գալիս է Հայաստան եւ այստեղ ամեն դեպքում ներսում էլ ունենք խաղաղության ճակերտավոր ասած թշնամիներ, որոնք ասում են, որ չկա խաղաղություն եւ դա ոչ մի դրական միտում չկա նաեւ ցորենը Ադրբեջանով Հայաստան բերելու մեջ։ Էլի շնորհակալ եմ հարցերի համար, ուրեմն այսպեսի մի խոսք կա, ասում են ամենամեծ ուիրը նա է, ով չի ուզում տեսնել, ուղղակի չի ուզում տեսնել, եւ ես կուզեմ, որպեսզի մենք հատկապես կենտրոնանանք այն հարցի վրա, թե ով է Սերժ Սարգսյանը, ինչ դերակատարում է ունեցել, նրա պատճառով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի բանակցությունները ինչպես են հայտնվել փակուղիում, ինչպես է նա վախեցել կրել պատասխանատվություն եւ ընդունել որոշում եւ ըստ էության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ման գերադասել է սուսուփուս հեռանալը եւ սпасել իր այսպես ասած աստեղային ժամին, երբ որ այդ կան չէ, մենք քաղաքական գործիչներ ունենք, որ ասում են, բա որի ես ասում էի, ու մոռանում են այն պատմական ժամանակահատվածի համար կամ իրենց պաշտոնավարման ժամկետի մասին են մոռանում, երբ որ իրենք շատ կոնկրետ պարտավորություն ունեին լուծելու այս կամ այն խնդիրը։ Դե Սերժ Սարգսյանի քաղաքական ուժը եւ ոչ միայն նրա քաղաքական ուժը ուղղակի ունի կոմպետենտություն խաղաղ պայմաններում ապրելու եւ խաղաղ պայմաններում գործելու, որտեւ այս մարդկանց քաղաքական ուժերը, կուսակցությունները ձևավորվել են մեկ ելակետային հիմքով, որ պետք է Արցախը պահել հայկական եւ ըստ երևույթին սրանով նաև միանշանակ դա փակելով այն քաղաքական ուժերի ստեղծումը կամ գոյությունը, որոնք օրինակ գալու էին այլ օրակարգով,
գոյություններ ընդամենը մեկ օրակարգ, դա Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցներ եւ 30 տարի շարունակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական կուսակցությունները եւ քաղաքական ուժերը եկել են սպասարկելու այդ օրակարգը։ Բոլոր նրանք, ովքեր այլ օրակարգ են ունեցել, նրանք ինչպես ձևավորվել են, այդպես էլ անհետ կորել են։ Հիմա գալով հիմնական հարցին, այո, ինչ խոսք, բոլորս էլ լսեցինք Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, չեմ ուզում կրկնել նրա ասածները, բայց սա իհարկե չի տանում որևէ կառուցողական տեղ, բնականաբար հաշվի առնելով Ալիևի վարքագծային որոշ օրինաչափություններ, ուրեմն նա կարող է որևէ հանդիպման ժամանակ հաշվի առնելով թե ով է իր լսարանը կամ ովքեր են նստած այսպիսի մի ամպագորգոր կամ չգիտեմ, հաղթող պետությանը ոչ հարիր բառամթերքով ինչ-որ արտահայտություն անել, ինչ-որ ձևակերպում տալ, կամ 1-2 օրից հետո, երբ որ օրինակ այլ հանդիպում լինի, օրինակ, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կամ գուցե այլ օրակարգով որևէ երրորդ երկրի ներկայությամբ կամ այլ հարց քննարկելով, մենք այստեղ կարող ենք տեսնել Ալիևի բոլորովին այլ բառապաշարը։ Ինձ թվում է Ալիևին ամենալավը պատասխանել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տարիներ առաջ, երբ որ դարձյալ Ալիևը խոսում էր կամ կասկածի տակ էր դնում հայ ժողովրդի հայկական լեռնաշխարհում հիմնականում բնակվելու հանգամանքը եւ այնպիսի շեշտադրումներ էր անում, թե իբր հայերը եկվորներ են եւ դարձյալ հղում էր անում Հայաստանի Հանրապետության որոշ մեծ եւ փոքր գյուղական համայնքների թուրքական անվանումներին, հա, դրանց ցակումնաբանությանը, Արարատ Միրզոյանն ասաց, որ դա ոչ միտեղ չտանող ճանապարհ է եւ եթե մենք մի քիչ ավելի խորանանք պատմության մեջ, Ալիևը կարող է շատ զարմանալի պատմական փաստերի հետ առնչվի, ու մասնավորապես այն փաստին, որ ոչ միայն քարտեզների վրա, այլ նաև պատմության մեջ Ադրբեջան անունով հանրապետություն կամ պետություն առհասարակ չի եղել։ Ադրբեջանը որոշակի անվանական հնչյունափոխությամբ ընդամենը Իրանի Իսլամական Հանրապետության որոշակի հատվածներում տեղաբնիկների են կոչել։ Սա մենք չենք ասում, սա ասում են իրանցիները, սա ասում են համաշխարհային պատմաբանները, եւ ես կարծում եմ, որ Ալիևի խորհրդատուները լավ կանեն իրեն ասեն, հատկապես այստեղ չմտնի, որտեղ ինքը այստեղ հաղթելու որևէ շանս չունի, հաստատ ինքը բախվելու է պատմական փաստերի հետ, պատմության փաստերը խեղաթյուրել ուղղակի հնարավոր չէ։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ես ուղղակի խորհուրդ կտամ, որ բոլորը նորից դնեն եւ մեկ անգամ եւս նայեն Վաղամերիկ պատմաբան Արտակ Մովսիսյանի ֆիլմերը կապված Ադրբեջանի խեղաթյուրումների հետ պատմական փաստերի եւ հենց Ալիևի եւ ադրբեջանական հանրության համար այս նույն ֆիլմը կա նաև ադրբեջաներեն տարբերակով, ես կարծում եմ դժվար չի YouTube-ում մտնել եւ նայել եւ երբեք ուշ չէ սեփական երկրի պատմությունը սովորել եւ առերեսվել պատմության փաստերին։ Ամեն անգամ այսպիսի մի ինչ-որ ցայտնոտային կամ ինչ-որ գիտաֆանտաստիկ բաներ ասելով, ես կարծում եմ որևէ հարց չի լուծվելու երկու պետությունների միջև։ Մենք ուզում ենք կրկնել, որ անկախ Ալիևի հայտարարություններից, անկախ Ալիևի ոգևորությունից մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին, որովհետև մենք կարծում ենք, որ ճիշտ չէ հատկապես օգոստոսի 8-ի ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, այդ փաստաթղթերի նախաստորագրումից հետո, խաղաղության համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո, այն պարագայում, երբ ինչպես դուք նշեցիք, ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով Հայաստան է գալիս, այդ թվում նաև ռուսական ցորենն է Հայաստան գալիս, դուք ինչպես նշեցիք այսօրվա խաղաղության ֆորումը, որին ներկայ են նաև ադրբեջանցի երկու ներկայացուցիչներ, այսինքն մի կողմից տեսնում ենք, որ քայլ-քայլ, գուցե դժվարությամբ, գուցե ոչ մեր կողմից սպասելի արագությամբ ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք շատ ոգևորող են եւ շատ գոտեպնտող են, հանկարծ Ալիևի այս կամ այն հայտարարությունը գալիս է ցնցելու եւ տպավորություն է, որ ձեռքբերումները կարծես թե ցանկանում է սարքել առ ոչինչ, բայց ես ուզում եմ նաև մեր հանրության հիշեցնել, որ օգոստոսի 8-ի փաստաթղթերի ստորագրման շատ կարևոր երկիր է ներկա եղել որպես վկա եւ գիտեք
Ալիևը Հայաստանի Հանրապետության հետ արդեն ձեռք բերված որոշակի պայմանավորվածությունների շուրջ կամ դրանից հետ քայլ անելու համար պատասխանատու չէ միայն իր ժողովրդի եւ հայ հանրության առջև։ Ինքը նաև որոշակի պատասխանատվություն եւ որոշակի հիմնավորում եւ պարզաբանում ստիպված է տալու նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, որը ի վերջո շատ կարևոր դերակատարում է ունեցել եւ շատ կարևոր համաձայնությունների ենք մենք այստեղ հասել։ Գիտեք, այստեղ ավելացնելու ոչ մի բան չունեմ, որովհետեւ կարծում եմ, ինչպես արդեն նշեցի, ճիշտ չի գլորվել եւ հետ գնալ այն կետից, որտեղից որ մենք սկսել ենք առաջ գնալ, որտեղից որ մենք շատ դառը դասեր ենք քաղել, որտեղից որ մենք առերեսվել ենք որոշ քաղաքական եւ պատմական փաստերի եւ իրադարձությունների հետ մենք ուզում ենք ասել, որ հետ քայլ չենք ուզում անել խաղաղության օրակարգից, որովհետեւ այս պարագայում այս ընթացքում այս ժամանակահատվածը պայմանավորող գործընթացների այլ ընտրանքը վստահաբար չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից եւ մենք կարծում ենք, որ այն պայմանավորվածությունները, այն նախաստորագրած փաստաթղթերը, որոնք այսօր արկա են եւ քիչ-քիչ գործում են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև շահավետ են ոչ միայն այս երկու երկրների համար, այլ նաեւ շահավետ են նախ տարածաշրջանների երկրների համար, այդ թվում նաեւ իրենց որոշակի հետաքրքրությունն են բերում աշխարհի մեծերի կողմից եւ պետք է հողում անեմ նաեւ Վազգեն Սարգսյանին, ով ասում էր, որ հենց Հայաստանի Հանրապետության այդ տարածքն է, որ աշխարհի մեծերին, այդ քառու քռանն է, որ աշխարհի մեծերին բերում է Հայաստանի Հանրապետության դուռը եւ այսօր մենք հենց այդ հանգրվանին ենք ասել, որ մեր այդ Հայաստանի Հանրապետության այդ փոքրիկ կտորը իսկապես աշխարհի մեծերի ուշադրությունն է բերել հասցրել, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը որոշակի ներկայացվածություն ունի նաև մեր տարածաշրջանում եւ մասնավորապես այդ TRIP ուղու վրա եւ այս ամենը թողել այս ամենի արդեն տրված եւ հետագայում ելի ենթադրվող բարիքները, հնարավորությունները, զարգացման հեռանկարները, երկու պետությունների զարգացման տեսլականները թողել եւ մտածել այլ ուղղության մասին, որ այդ սցենարի մասին ես նույնիսկ բարձրաձայն չեմ ուզում մտածել, կարծում եմ որևէ մեկի շահերից չի բխում, մասնավորապես հայ ժողովրդի շահերից չի բխում։ Կարծում եմ մենք առաջիկայում էլի հնարություն կունենանք այս մասին խոսելու եւ այստեղ մի հայ ժողովուրդը պետք է կարողանա պատասխանի հատկապես 26 թվականին ընթരാճ հերթական ընտրությունների մասին է խոսքը խորհրդարանական, որին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության բոլոր կենսունակ քաղաքական ուժերը եւ քաղաքական կուսակցությունները, պետք է պատասխանի հետեւյալ հարցին. կոնֆլիկտի գինը եւ կոնֆլիկտից դուրս գալու գինը, ինքը որ գինն է ուզում վճարել։ Դրանով պայմանավորված ես կարծում եմ, որ կլինեն ընտրությունները եւ կձևավորվի ապագա ազգային ժողովը։ Տիկին Ստեփանյան, քանի որ մենք շատ սուղ ժամանակ ունենք, ես կուզենամ դրական նոտայի վրա ավարտենք, ինչու դրական, որովհետեւ վերջին օրերին Նարեկ Կարապետյանի ամենամեծ ոգևորությունը այն է, որ ինքը Թաքեր Կարլսոնի հետ առիթ է ունեցել զրուցելու, հանդիպելու եւ անգամ ասում է, որ եթե Google-ում գրում ես համար 1 լրագրող, իհարկե դա Կարլսոնն է եւ նրա անունն է բերում, այսպես շարունակ օրերս էլ Միացյալ Նահանգներում Financial Times-ը գրել էր Սամվել Կարապետյանի մասին եւ նաեւ մամուլում տեղեկություններ կան, որ այս առումով մեծ գումարներ են ներդրվել, խոսքը 100,000-ավոր դոլարների մասին է եւ այսպես շարունակ։ Ամեն դեպքում այս ոգևորությունը ինչով է պայմանավորված եւ սա նաեւ չասեմ խանդ, բայց ամեն դեպքում որոշակի ձեր մոտ Նարեկ տարաձայնություն չի առաջացնում, որ օրինակ Պուտինի հետ հարցազրույց վարած կամ Թրամփի հետ հարցազրույց վարած Կարլսոնը զրուցում է Նարեկ Կարապետյանի հետ եւ այստեղ կարող է որոշակի նաեւ խանդ լինել, ինչու՞ չէ։ Եթե թույլ տաք, եթե կարելի է, ես ռուսերեն մի ձևակերպում անեմ, ասում է «Деньги պախնուտ» եւ Կարսոնին, Թաքեր Կարլսոնին իհարկե լրացուցիչ գումարները բնականաբար չեն վնասելու, սա մեկ։ Երկրորդ Նարեկ Կարապետյանի PR խումբը եւ նրա կազմակերպչական այսպես կոլեկտիվը ստերեոտիպին որոշել է, որ պետք է քայլ ձիովանի եւ, չգիտեմ, պարտության մատնի կամ կանխորոշի
ապագա ընտրությունների ելքը, բայց գիտեք Նարեկ Կարապետյանի թիմը, նրա խորհրդատուները եւ առհասարակ այդ նրան մոտիվացնող մարդիկ մի շատ կարեւոր բան մոռացել են ըստ երևույթին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում որոշիչ ձայն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Թակեր Կարսոնի հետ հարցազրույց կվարի, հետո կգնա, չգիտեմ, Եգիպտոսում մումիաների կողքին կնկարվի, հետո կգնա, չգիտեմ, Ռոմի Պապի հետ կնկարվի, հետո Վենետիկում գուցե ցանկանա, չգիտեմ, այդ ջրի վրայով քայլել եւ դարձյալ իր դարակազմիկ քաղաքական ձևակերպումները անել, միևնույն է Հայաստանի Հանրապետությունում 18 թվականից հետո իշխանություններին հայ ժողովուրդը կարող է քննադատել տարբեր ռեֆորմներ ուշացնելու կամ դանդաղանելու մեջ կամ արդարադատության մարմինների, չգիտեմ, վեթինգ անել չանել մեջ եւ բայց նա չի կարող, հայ ժողովուրդը չի կարող մեզ մեղադրել, որ մենք աչքի լույսի պես պահում ենք մեր կարևոր քաղաքական հանձնարարությունը եւ խոստումը նրանց, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները այլևս չեն կեղծվել ու հետեւաբար Հայաստանի վրա տղա բերելու այս մեթոդը կարծում եմ վաղուց հնացած է, եթե հիշում եք, մի քանի շաբաթ առաջ էլ Ամստերդամին էին բերել Հայաստանի վրա եւ երբ Կոչուբաև անուն ազգանունով փաստաբանին իրավապահները իր ոչ կոռեկտ ձևակերպումների համար ձերբակալել էին, Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատի ներկայացուցիչները ասում են, որ Հայաստանի Հանրապետության բոլոր փաստաբանները պետք է անժամկետ գործադուլ հայտարարեն, բայց որևէ մեկի մտքով չանցա, որ նույն փաստաբան Ամստերդամին ասեն եղբայր, եկել ես Հայաստան լավ է սարը, հայ ժողովրդի հյուրընկալ պետությունը, բայց դու ով ես որ գաս Հայաստանի Հանրապետություն, ներկայացնես Աստված գիտի ում շահերը, մի հատ էլ հաթաթագաս Հայաստանի Հանրապետության վրա կամ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իշխանությունների վրա։ Սա այս դեպքում երկրորդ կարևոր նկատառումը, որ ես կուզեմ անել, ասացին, որ որևէ լումա չի ծախսվել այս հարցազրույցի համար եւ ինչպես դուք նշեցիք, հետխորհրդային երկրներից Վլադիմիր Պուտինի հետ էր այս հայտնի լրագրողը հարցազրույց վերցնել եւ եթե Նարեկ Կարապետյանը իրեն համարում է Ռուսաստանի Դաշնության նախագահի կալիբրի պաշտոնյա, ինչ խոսք, ուրեմն նա կարող էր հետաքրքրել եւ կարող էր գրավել Թակեր Կարսոնի ուշադրությունը եւ ես կարծում եմ, որ չի բացառվում նույնիսկ, որ վերջինս նրան որոշակի գումարներ փոխանցած լինի, որ նա իր մտքերը այդպես դարակազմիկ պետությունների զարգացման հետ կապված կիսվի ոչ միայն իրն, այլ նաև իրենց ունկնդիրների հետ եւ եւս մի հետաքրքիր փաստ եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը եւ Նարեկ Կարապետյանի թիմը փորձում են դիստանցավորվել եւ երկուսն էլ ասում են, որ իրենք իրար հետ որևէ կապ չունեն, բայց մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի այսպես ասած ծանր հրետանիներից 3-ը վաղուց գործուղվել են դեպի Նարեկ Կարապետյանի թիմ եւ այս մասին մեզ ով է տեղեկացնում TV5-ի լրագրող Մարիաննա Ղահրամանյանը, ով Ռոբերտ Քոչարյանի TV-ի կարևոր դեմքերից մեկն էր, լրագրող էր, այնտեղ է գործուղվել նաեւ Արամը Վարդևանյան, ով մեծ սիրով բանտից նամակներ խորագրի ներքո ներկայացնում է հերթական նամակը եւ բնականաբար շտկում է այս ուրախ վունդերկինդների եւ ուրախ քինդերների այս կամ այն ասած հայտարարությունը, ինչպես նաեւ այնտեղ գործուղվել է TV5-ից եւս 2 լրագրող, ովքեր պատասխանատվություն են գնում այս ամենի PR-ի համար։ Սա ուղղակի ասեցի հանրությանը, որ հանկարծ ոչ թե չշփոթվեն, այլ հստակ իմանան, որ մենք գործ ունենք մեկ ձեռքի մի քանի մատների հետ եւ Ռոբերտ Քոչարյանը որոշել է այսպես մի քանի կտորներով գնալ, հետագայում միավորվել, ինչպես որ իբր տեղի ունեցավ Գյումրիում, բայց փառք Աստծո Գյումրիի քաղաքապետի օրինակով նրանք տեսան, որ այդքան էլ հաջող օրինակ չէր թերևս Գյումրիի օրինակը, որ նրանք ասում են եւ եւս 2 դիտարկում կցանկանամ անել այս փառահեղ քաղաքական թիմի շատ կարկառուն եւ առաջնորդ երիտասարդների կողմից, ուրեմն Սամվել Կարապետյանի որդին, ով 32 տարեկանում նոր հասկացել էր, որ ինքը հպարտ է, որ Սամվել Կարապետյանի որդին է, ասեք, որ շատ արժեքավոր արձանագրում էր, շատ արժեքավոր, շատ կարևոր փաստ էր, որ 32 տարեկանում փաստորեն հասկանում են, որ պետք է հպարտանալ ծնողներով, լրագրողի հարցին պատասխանեց շատ այսպես բովանդակալից, հանգամանալից բում պատասխանով եւ Նարեկ Կարապետյանը, երբ օրինակ լրագրողները նրանից հարցազրույց են վերցնում եւ գուցե նաեւ երկնային ինչ որ ձևով նրա գլխին պայթեց
հոսանքի լարերի այս կայծերը, ասեց չէ, սրանք ինտերնետի կաբելներն էին, հեծի լարերը չէին։ Ահա այս երիտասարդները, այս քինդերների համույթը, ով Ռուսաստանի Դաշնության կողմից գործուղվել է այստեղ որոշակի գաստրոլների, որոշում է, որ պետք է փրկել Հայաստանի Հանրապետության ապագան, ճակատագիրը եւ իրենց ձեռքը վերցնեն Հայաստանի Հանրապետության ղեկավարումը։ Ինչ խոսք, ժողովրդական խոսքն ասում է իշտահներիդ քացախ։ Շնորհակալ եմ Տիկին Ստեփանյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ, կհանդիպենք։